Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը համագումար է անցկացրել եւ հաստատել դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։ Կուսակցության առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, երկրորդ եւ երրորդ տեղում Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանն են։ Հաստատվել է նաև Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը։ Ցուցակը գլխավորում է Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ եւ երրորդ տեղում Իշխան Սաղաթելյանն ու Աննա Գրիգորյանն են։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին հայտնել է առաջարկ Հայաստանին միացած Սուրեն Սուրենյանցը եւ նշել, որ բացառում է քաղաքացիական պայմանագրի եւ իր արբանյակների հետ համագործակցությունը։ Մայր Աթոռ Էջմիածինը խստորեն դատապարտում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու դեմ օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիան ազդում է նաև Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների գեներացմանը։ Նրա կարծիքով Ռուսաստանում ընկալում կա, որ Հայաստանը համագործակցում է իրենց թշնամիների հետ։ Մենք Ռուսաստանի թիկունքում եւ իհեչուկս Ռուսաստանի Դաշնության որևէ բան չենք պատրաստվում անել։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը եւ նշել, որ խոսքը այս փուլի մասին է։ Ավելին, նա նշել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ արդեն պայմանավորվել է հանդիպել հունիսի երկրորդ կեսին։ Արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևի առանձնազրույցը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակել է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները։ Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի պատիժը ազատազրկման փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Արուշ Արուշանյանի պատիժն ազատազրկման փոխարինելու որոշումները։ Օպելի վարորդներին համբալ ասել կարելի է։ Փաստորեն այդպես է կարծում վերաքննիչ դատարանը, որը բավարարել է Տիգրան Ավինյանի հոր Արմեն Ավինյանի բողոքը եւ բեկանել առաջին ատյանի վճիռը, որով բավարարվել էր Արմեն Ավինյանի կողմից օպելի վարորդների թիրախավորման դեմ ներկայացված հայցը։ Գրիգոր Իսկանդարյանը նշում է, այսօր կթիրախավորեն օպելի վարորդներին, վաղը ավտոբուսով եթևեկողներին։